Դուք որպես ղեկավար այրեր պոռնիկի ծնունդ եք բառից ամենաբուն իմաստով։ Դուք զբաղված եք ալանով, թալանով, կեղեքելով։ Պետք է սկսել նորից, սկսել նոր էջից, նոր տողից, դնել նոր երկիր, նոր հիմք, նոր սահմանադրություն, նոր գերբ, նոր դրոշ, նոր հիմ, ամեն ինչը նոր։ Ամեն ինչը նոր։ Սա այն տիպի է այլևս Հայաստանի Հանրապետություն կոչվածը պղծվե, այն տիպի է նեխե, փդե, այլասերվե, որ հնարավոր ով էլ ուզում է գանստի, դաժե Վարդան Ղուկասյան, գանստի, սրանց քանդած ավիրացի վրա չի կարա քաշարի, ինչքան էլ շարի, բլելա թափի, արդեն տակից ավիրել են, նեխելա, էլ այս օրգանիզմը ենթակա չի, և միակ երկը ես ոսնեմ, իմ այն նորից ֆրացին կպան սամանադրությանը, այս երկիրը ինչ ստեղծվել է, ով գալիս է սահմանադրություն է փոխում, ով գալիս է սահմանադրություն է փոխում, այս կետը նախագահական, կիսանախագահական պարլամենտ, SN, արա, սահմանադրությունը մեղք չունի, որ դուք չեք կարողանում երկիր կառավարեք, սահմանադրությունը մեղք չունի, որ քո դատարանները բոզի տղա են, որ քո կրթական համակարգը ոչնչություն է, առողջապահություն չունես, բերթեր, այդտեղ սահմանադրություն, պրիչոմ Ստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դուք որպես ղեկավար այրեր պոռնիկի ծնունդ եք բառից ամենաբուն իմաստով։ Դուք զբաղված եք ալանով, թալանով, կեղեքելով։ Երկիրը ունի շատ պարզ, եմ որ ասում ասես, անասունին էլ դաժե հասկանալի է, շատ պարզ մոտեցում։ Ուզում ես ունենալ պետություն, ամենաառաջինը, ոչնչացնել կոռուպցիա, չպիտի լինի կոռուպցիա։ Այդ 500 դրամանոց դուշը, որ պետության վրա դրել է 72,000 դրամով, արդեն այդ կանտրակտը ստորագրած մարդիկ պիտի բերթում փդեին, արդեն, կրթության գիտության նախարարի հետ միասին, իա այդ ծիգի ղեկավարով, ոչ մի բան, նորից շարունակ, այն Չախոյանը, որ ցույց է տալը ասֆալտը փռնում է բորձուրով քանդում է, արդեն այդ ասֆալտ փռողը, արդեն որպես դու քաղաքապետ, որպես դու դատախազ, որպես դու արդեն պիտի գնաք այդ ասֆալտ փռողի ձեռին կանդալը գցեք ու տանեք, վերջ, տնով, տեղով, գույքով, բայց այդ պրոցեսը չկա, 2018 թվականին կես միլիոն մարդ լծվավ փողոց, մերժի Սերժին կոչով, ուրա հարգարժան Սերժ Սարգսյանը, համար ֆրմա, Ռոբերտ Քոչարյանն ուրա, իա միլիարդներով, քաղաքական սպանություններով, վաղեմուսան ժամկետն անցել է, շաջողություն, այսինքն մենք տենում ենք, որ սկզբից մինչև հիմա, սրանք գործանող չեն, սրանք պետություն սիրող չեն, սրանք գալիս են ծսնելու համար բառից ամենաբուն իմաստով։ Պետություն կառավարելը շատ բարդ է, բայց շատ նաև պարզ, ընդամենը պիտի լինի կամքի ուժ, վերնախավից որևիցե մեկի մոտ, ամենավերնախավի, որն ասում է հորողպոր տղա, քերուտ տղա, բարեկամի տղա, ոչինչ գոյություն չունի, գլխատել բոլորին։ Այսինքն իմ խորհրդանիշը, որը որ մենք դրել ենք, այն Վահանը երկու տապորներով աչուձախ, այդ երկու տապորները դա են խորհրդանշում, աչուձախ կացնահայելով եթե մենք կապ չունի, սա բարեկամա, սա խնամիա, սա ծանոթա, սա էնա։ Պարզ որոշում, կոռուպցիա հասկացու, պետությունից գողացան, դու պետական դավաճան ես, Ստալինի օրենք, վրակ նարոդա, ռաստրելած, սո։ Ու տնով, տեղով, ամեն ինչով գույքի բռնագրավում, որովհետև ինչի է պետական չինովնիկը դա անում է իա կնգա, դա անում է իա երեխեքի, դա անում է իա բոզերի, քածերի, լրբերի համար։ Իսկ եթե պետական չինովնիկը տենում է, որ արեց, իան տարան կողին ծակը, եղած չեղածը պետականացվեց, կնգան, երեխեքին զրկում ես, վաբշե Հայաստանի քաղաքացիությունից ու հանում սեկտեր ես անում եկից, ասում ես դավայդ է սեկտեր եղեք, դուք տեղնա, ու գույքը խլեցիր, էլ ինքը չի անի։ Ինքը կհասկանա բռնվելուց, զրկվելու է ամեն ինչից։ Հասկանալի է, սա մեկ, որպեսի մտի մեր ժողովրդին ուղեղացի, ստեղ պետք է ուղղակի կամք, որը չկա։ Ով դոլարն իտենն թուլանում է, որտև կյանքում չէ տեսել պատիս կաղ, տեսան ճակտիս կաղ։ Հաջորդ քայլը, այսինքն նաև ես ուզում եմ բանը բացատրել քայլ, որ գնաց խոսք իմ գերբից։ Գերբի վրա պատկերված է սպիտակ գայլ։ Գայլը այն եզակի կենդանին է, որը վարժեցման չի ենթարկվում։
ի տարբերություն առյուծների, որոնք ասում են волк в цирке не выступает։ Գելը կրկեսում չես տեսնի, դու կրկեսում գայլ։ Առյուծ կտենաս, բիղ կտենաս, վագր կտենաս, առյուծ կտենաս, արծիվ կտենաս, բայց գայլ չես տեսնի։ Այդ մարդը չի վարժանում։ Գայլ կոչվածը ինքը սոցիալն է ժողովն է, սոցիալական կենդան, ինքը հոգատանում իր սերունդի մասին, հոգատանում իր ողմակի, բայց մի հատ գայլ է, սպիտակ գայլ։ Սպիտակ գայլը չափերով ավելի մեծ է, քան գորշ գայլը, մաքրություն խորհրդանշելով իր մեջ։ Ես սպիտակ գայլը կծածնի գորշ գայլերին։ Վահանն էլ բոլորի համար հասկանալի է, օրենքի ամեն ինչի որպես պաշտպան։ Շատ բարձ, առանց մասի սար, եռագույն, արագած, չգիտեմ ընդ խաչ, ոչ մի ավելնորդություն։ Օրենք, կոռուպցիա, գայլ որպես կենդանի խորհրդանիշ, որ չի ենթարկվում ոչ մեկի։ Սամ պասիբե։ Իսկ եթե նվիրվեց մի հոգու նվիրվում է, չէ։ Դա է էությունը գերբի։ Հիմա ասենք առաջ։ Պետություն կառուցելու համար 3 բնակավար կա, որոնց որ հարկավոր է իրոք բառի իմաստով տիրություն անել ամենաառաջնային հերթով։ Զինվորական, բժիշկ, ուսուցիչ։ Բայց այս 3 խմբերը այսօր ամենախոցելի, ամենաանտեր, ամենաբացիթողի, ամենաառհամարված կատեգորիաներն են։ Դրա համար էլ մեր պետություն չունենք։ Եվ սա եկել է դեռ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ժամանակներից։ Սա մենակ սրանցորոք չի, սրանցորոք ավելի պարզ արտահայտվեց։ Այդ իսկ պատճառով մենք ունենք այսօր այն, ինչ որ ունենք։ Եվ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցության հիմքում դրված է լինելու սա։ Կոռուպցիա լիակատար, ոչնչացում։ Մենք ես հասկանում եմ 100%-ով բացառվում է, բայց գոնե եթե մենք ոչնչացնենք 85%-ով, երկիրը կդառնա։ Միանշան, որովհետև հիմա 100%-անոց կոռուպցիա է։ Եվ այս 3 կատեգորիաները՝ ուսուցիչ, բժիշկ, զինվորական, այսինքն օֆիցերի, պիտի լինեն ամենաապահոված, ամենահարգված, ամենաէլիտար մարդիկ։ Վերցնենք Իսրայելի օրինակը, Antikin Golden Man երասմով վերասմ, նույն ձևի, ամբողջովին համաձայն եմ այդ կրոջ հետ, ողորմածիկ։ Իսկ մեր հայրենակիցներին, ովքեր որ անդամագրվել էին հանրային ձայն կուսակցությանը եւ հիմա ինձ անընդհատ գրում են, ոնց անենք, ինչ անենք, մենք ուզում ենք դուրս գանք, ում դիմենք, որտեղ գրասենյակ կա, ոչ գիտ կա, հարգելի քաղաքացիներ։ Այն քաղաքացիները, ովքեր անդամագրված են եղել հանրային ձայն կուսակցությանը, վերցնում եք մի հատ սպիտակ թուղթ, վերևը գրում եք հանրային ձայն կուսակցության նախագահ Սևշուն Բալակ Թուլին, քաղաքացի, այսինչ անից դիմում խնդրում եմ դադարեցնել իմ անդամակցությունը հանրային ձայն կուսակցությանը։ Թուղթը դնում եք ծրարի մեջ, փակում եք, ծրարի վրա գրում եք հասցեն։ Քաղաք Երևան, Նուբարաշեն քերակատարողական հիմնարկի կալանավոր, այսինքն Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր, կամ ավելի շուտ Նուբարաշեն ՔԿ, 4-րդ մասնաշենք կամ ուղղակի Նուբարաշեն ՔԿ 006 խցի կալանավոր Արտակ Բոզի տղուն։ Գրում եք, գցում եք պոչտա, գնում է իան։ Թող բացի կարդա։ Քանի որ կուսակցության նախագահան գտնվում է Բերդում։ Նույնիսկ եմ գտնվում Նուբարաշեն ՔԿ 006 խցի կալանավոր Արտակ Գավրուշայի Գալստյանին։ Դադարեցնել իմ անդամակցությունը հանրային ձայն կուսակցությանը։ Գրեք գրգեք, որպեսզի այլևս հարցեր չլինի։ Իսկ ինչ վերաբերում է մեր գրքին, ամենափնտրված չանցագործի գիրքը արդեն վաճառվում է թե Հայաստանի համար, թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի, ինչպես գնել տեղադրված է իմ Telegram կանալում, իմ այս Facebook-յան էջում, մյուս Facebook-յան էջերում կարող եք հանգիստ WhatsApp տարբերակով զանգարել կամ գրել եւ գիրքը պատվիրել, որը կառաքվի ձեր կողմից նշված հասցեում։ Իսկ ինչ վերաբերվում է դեմոկրատիա, օրենք եւ բանկարկապահություն կուսակցությանը, ես արդեն հայտարարել եմ, ազդարարով այսօր արդեն եւս հայտարարությունը գնացել է, որ կուսակցության անդրանիկ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի առաջին հարկ, Տիգրան Մեծ դալիճ։ Շուտով մենք ունենանք մեր գրասենյակը, որտեղ կարող եք գալ եւ անդամագրվել Դոգի կուսակցությանը։